Դեկտեմբերի 1-ին Ավանի վարչական տարածքում գողություն էր կատարվել։ Գողոնն աննկատ գրպանը դնելու բան չէր, ննջասենյակի կահույք էր, բայց գործն այնքան աննկատ էր արվել, որ ապրանքի տերն անգամ օրեր անց այդպես էլ չէր իմացել։ Ուշ երեկոյան հանցամիտը մոտեցել էր Աճարյան երկրորդ նրբանցքում գտնվող պահեստին։ Հաջողությունը ժպտացել էր, դարպասը կողպված չէր։ Ներս էր մտել, բացել շինություններից մեկի պատուհանն ու մաս-մաս պահեստից հանել կահույքը։ Հետո մեքենա էր վարձել եւ կահույքը տարել այնպես, ասես իրենն էր։ Ապրանքի տերն ու պահակները չէին իմացել։ Ոստիկանության Ավանի բաժանմունքում դեպքի առթիվ հաղորդում չէր ստացվել։ Քրեական հետախույզներն օպերատիվ ճանապարհով էին պարզել եղելությունը։ Դեկտեմբերի 7-ին ոստիկանության Ավանի բաժանմունքում տեղեկություններ ստացվեցին, որ նախկինում մի քանի անգամ դատապարտված Ավանի բնակիչ Եղիշե Թովմասյանը Ավան Աճարյան երկրորդ նրբանցքի պահեստարանից կահույք է գողացել։ Նույն օրը հարազատների տարված բացատրական աշխատանքի շնորհիվ Եղիշե Թովմասյանը ներկայացավ ոստիկանության Ավանի բաժանմունք եւ տվեց ինքնախոստովանական բացատրություն։ Եղիշե Թովմասյանը մոտ 3 միլիոնի վնաս էր պատճառել տուժողին, չէր հերքում արարքը, ըստ նրա հանցակիցներ չէր ունեցել, գործել էր մենակ։ Աղյանքի հետևի մասից պահեստարան կա, ես այդտեղից գողացել եմ ննջարանի կահույք։ Այսինքն ես գնացել եմ այնտեղ, տեսել եմ վարոտները բաց է, լուսամուտը կիսա բաց է, բացել եմ ներս եմ մտել, տեսել եմ այդ ապրանքները կա, վերցրել եմ այդտեղից, հանել եմ պահեստարանից դուրս, գնացել եմ երազեմ վերցրել, բերել եւ տեղափոխել եմ այդտեղից։ Վարորդը տեղյակ չի եղել ընդհանրապես, ես ճանապարհից կանգնացրել եմ, խոսացել եմ, որ տան վեշեր ունեմ, պետք է տեղափոխել ենք իրար հետ, ես իրան վճարել եմ։ Կասկածյալը կահույքի մի մասն իրենց տուն, մնացածը ծանոթի բնակարան էր տեղափոխել։ Գողության համար նախկինում մի քանի անգամ դատապարտված Թովմասյանը զարմացել էր, թե ոստիկաններն ինչպես են իմացել։ Կրկին սխալվել էր եւ արդեն որերորդ անգամ։ Տուժողից ընդունվել է հաղորդում, գողոնը հայտնաբերվել եւ առգրավվել է, կատարվում է քննություն։